Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոց վրա։ Դատախազությունը պահանջում է 3 տարով ազատազրկել Արարատի մարզում Նորածնին սպանած մորը, դեպքը տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, ԳՄ-ն ամուսնու պատերազմի մասնակից լինելու հանգամանքով պայմանավորված գտնվելով հոգեճնշող վիճակում 2020 թվականի նոյեմբերի 6-ի գիշերն ապօրինաբար կյանքից զրկել է իր 9 օրական Նորածին դստերը։ Երևանի ավականու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Մայիսի 10-ին Երևանի ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արգուտյան 10 հասցեում գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել, հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 11-ին ոստիկանության ապարանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նիգաման վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում գետում քաղաքացի կա։ Մինչ կժամանային հրշեջ փրկարարները երկու քաղաքացի գետում հայտնված մարդու մարմինը դուրս են բերել ափ։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդրն է։ Մայիսի 11-ին ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող Դեֆանս սրճարանում դիկա։ Նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մայիսի 10-ին պարեկները Երևանի Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցեում քարերի եւ երկաթե խողովակների մոտ մարդու ոտքեր են նկատում։ Պարեկները մագլցում են դեպի այդ հատված, որտեղ էլ հայտնաբերում են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու։ Վիրավորը, ով Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդն է, տեղափոխվել է հիվանդանոց։ Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, պարզվում է։ Մայիսի 3-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Վրաստանի քաղաքացի 55-ամյա Մերաբ Դունդուային եւ հայտնել, որ նույն օրը ժամը 1:30-ի սահմաններում իր ընկերոջ Ռազմիի հետ գտնվելիս են եղել Բագրատունյաց պողոտայում գործող Saturn Garden հյուրանոցային համալիրում, որտեղ իրեն թալանել են։ Պարզվել է, որ Դունդուային եւ նրա ընկեր Ռամազին աշխատում են վրացական Պոնտի ընկերությունում որպես բեռնատարի վարորդներ, եկել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ էլ երկու անծանոթ աղջիկների հետ փորձել են ժամանակ անցկացնել ու ըստ Դունդուայի հայտնածի այդ աղջիկները օգտվելով իր անուշադրությունից իր տաբատի գրպանից գողացել են $4500 ԱՄՆ։ Ոստիկանները պարզել են կասկածյալ աղջիկների ինքնությունը, նրանք են Երևանի բնակիչ 45-ամյա Նախշունը եւ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սիրունը։ Մայիսի 8-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Նարդոսի փողոցի խաչմերուկում պարեկները փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող Nissan Magnishի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել կանգառ ազդանշանին։ Երևան Քոչարի փողոցում մեքենան կանգնել է եւ ուղևորն իջնելով մեքենայից դիմել է փախուստի, այդ ընթացքում նետելով ՏՏ ատրճանակի նմանվող առարկա եւ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ։ Վարորդը եւ ուղևորը ձերբակալվել են։ Մայիսի 9-ին Chevrolet Magnishի ավտոմեքենան Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում վրայերթի է ենթարկել երկու հետիոտնի, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ժամանած բժիշկների հետ օգնել է տեղափոխել հիվանդանոց։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է, մյուսն օտարերկրացի։ Մայիսի 11-ին Երևանի բնակիչ 65-ամյա Արամն իր վարած Range Rover Magnishի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրանին եւ 40-ամյա Տաթևիկին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրայերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց։ Վրայերթից հետո Range Rover-ը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու երկաթե ինչ-որ տաղավար, առաջընթացել հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով երկաթե ճաղավանդակին։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մայիսի 9-ին Վանաձորի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժանի վարած Mercedes, 20-ամյա Տիգրանի վարած Ford Transit եւ 38-ամյա Կարենի վարած Mercedes Magnishի ավտոմեքենաները, 11 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 10-ին Գինևետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Մուշեղի վարած BMW եւ 37-ամյա Սոսի վարած VAZ-2107 Magnishի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 10-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Jeep Cherokee եւ Ford Eco Magnishի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 10-ին Նորամարկ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորայի վարած Գազել Magnishի եւ Նորամարկ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթի վարած Zil Magnishի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 9-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Infiniti եւ Toyota Camry Magnishի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 9-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 65-ամյա Արթուրն իր վարած Toyota Alphard Magnishի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու գլխիվայր շրջվել։ Վարորդը եւ ուղևոր Երևանի բնակիչ 58-ամյա Էլեանորան տեղափոխվել են հիվանդանոց։
Մայիսի 9-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկանի վարած Նիսան Տեանը եւ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 10-ին Երևանի Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարբախում տներից մեկի դիմաց ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Հայտնաբերվել է Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին եւ հետեւի ապակին շպրտված։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, իսկ նշված վայրից 1 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Մայիսի 9-ին 911 ծառայությունը հազանգ է ստացվել, որ Վանաձորի Շիրակի փողոցի 21 հասցեի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վահագի վարած Ռենո մակնիշի բեռնատարի կցորդիչում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն տուժածներ չկան։ Մայիսի 11-ին Մրգաստան գյուղում ուժեղ քամու հետևանքով բնակչի տան թիթեղյա տանիքը փոկվել ու շպրտվել է։ Տուժածներ չկան, սակայն ուժեղ քամու պատճառով մոտ 17 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ թիթեղյա տանիքն իր կառուցատարերով փոկվել ու ընկել է 7-րդ փողոցում կայանված ավտոմեքենայի վրա։ Համայնքային ոստիկանության Քանաքերձայթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին ժամը 20:05-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ 2 օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Րոպեներ անց ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել։ Կենտրոն զանգարած քաղաքացին հայտնել էր, որ Պարյուր Սևակի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անց տեղափոխվել է հիվանդանոց։ Քանաքերձայթունի բաժնի ամենքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ռուբինյանց Պարյուր Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ ինքն է դանակահարել 22-ամյա համերկրացուն։ 23-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Քանաքերձայթունի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ 23-ամյա երիտասարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ժամը 22:49-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 22-ամյա Վիջեյ Կ-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ապօյինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին։ Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա 2 երիտասարդի, մեկը Նորաչնի, մյուսը Երևանի բնակիչ։ Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով։ Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքեջի օգտատիրոջից իրացնելու նպատակով։ Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են 2 փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։ Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը եւս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկանները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել եւ տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 8 գրամից ավելի զանգված եւ գաղտնի փականով ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցն իրացրել է Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, շոկո, կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող ընդհանուր 34 գրամից ավելի զանգվածներ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։